Մենք խոսել ենք, թե աշխարհը եւ եկեղեցին գտնվում են նույն վայրում երկրի վրա։ Աշխարհային մտածելակերպը եւ հավատքի մտածելակերպը, որոնք խիստ հակառակ են իրար, նրանք գտնվում են նույն վայրում երկրի վրա։ Հիսուսը ասաց իմ եկեղեցին կսարքեմ, հիշում եք 16-րդ գլխում Մատթեոս Ավետարանի, ասաց իմ եկեղեցին կսարքեմ դժոխքի դռների մոտ։ Կսարքեմ ասաց ու դժոխքի դռները չեն կարող հաղթել նրան։ Սա նշանակում է դժոխքի դռները անընդհատ կբացվեն եկեղեցու առաջ ու կփորձեն կլանել, գոլ տալ եկեղեցուն։ Բայց Հիսուսի ասածը ճշմարտություն հավիտյան, ասաց դրանք չեն կարող հաղթել եկեղեցուն։ Անընդհատ այդ դռները պիտի հարձակվեն, բայց անընդհատ պիտի չկարողանան հաղթել, իրենք պիտի պարտվեն։ Ցավոք, շատ հաճախ անհատ քրիստոնյաներ ընկնում են այդ դժվարությունների մեջ ու կորում են իսկապես։ Սա էլ ճշմարտություն է, որ մենք տեսնում ենք կյանքում։ Բայց ընդհանուր առումով եկեղեցին այդ պարտությունը երբեք չի տեսնել։ Երանի նրանց, որ եկեղեցուն մեջ մինչև վերջի օրը երկրի վրա հավատարիմ ամուր կկանգնեն ու այդպես էլ փրկությունը կստանան։ Մենք խոսել ենք, որ այդ դժոխքի դռների հարձակումները լինում են տարբեր տեսակ։ Օրինակ կախարդությունների ու կռապաշտության միջոցով, որ ձգտում են հավատացյալներին գցել կախարդությունների ու կռապաշտությունների մեջ։ Հիշում եք, մենք խոսել ենք դրա մասին։ Խոսել ենք, որ դժոխքի դռները հարձակվում են մարդկանց միջև եղած հարաբերությունները փչացնելով, որովհետև փչացած հարաբերություններով ոչ մեկը չի մտնելու երկինք, սա էլ ճշմարտություն է։ Խոսել ենք նաև, որ այս աշխարհում տիրող մոլությունները, խաղամոլություն, ինչպիսի մոլություններ գիտեք, գինեմոլություն, ինչ տեսակ մոլություններ գիտեք, մի բաներ, որոնք գրավում են մարդկանց ու դրանք էլ թույլ չեն տալու, որ մարդիկ մտնեն երկնքի թագավորություն։ Այսօր պիտի խոսենք այդպիսի բաժիններից մեկի մասին, թե ինչպիսի միջոցներով սատանան շարունակում է հարձակվել կամ դժոխքը շարունակում է հարձակվել եկեղեցու վրա։ Եվ սա կարևոր բաներից մեկն է։ Դրանք անվանում ենք մոլորություններ, այսինքն այն ճշմարիտ ուսմունքի կամ ճշմարիտ ճանապարհից մոլորեցնելու միջոցներ։ Մոլորությունները շատ բազմազան են, ու դրանց մասին մի քիչ կխոսենք այսօր։ Բայց ես միտք չեմ դրել այսօր ձեզ սովորեցնեմ բոլոր տեսակ մոլորությունների մասին։ Հակառակը, ուզում եմ, որ դուք շատ հաստատված լինեք ճշմարտության վրա։ Ճշմարտությունը մեկն է, իսկ մոլորությունները բազմաթիվ։ Չի կարելի սովորել բազմաթիվ մոլորություններ, այլ պետք է սովորել միայն մեկ ճշմարտություն։ Դրանից դուրս ամեն ինչ կդառնա մոլորություն։ Ամեն։ Ուրեմն բաց արեք ինձ հետ Նոր Կտակարանում Տիմոթեոսին ուղղված առաջին թուղթը։ Մենք մի փոքրիկ հատված իրար հետ կկարդանք։ Պողոս առաքյալը գրում է իր աշակերտին Տիմոթեոսին 3-րդ գլխի 16-րդ խոսքից պիտի կարդամ, մինչև 4-րդ գլխի 4-րդ խոսքը։ Բայց ուզում եմ ասել, որ Պողոս առաքյալը Սուրբ Հոգու ազդեցության տակ, երբ որ գրում էր այս թուղթը, ինքը գլուխներ չէր գրում։ Ինքը այսպես բաժանումներ չէր արել։ Ինքը համարներ, թվեր չէր դնում իր կողքի, իր նախադասությունների կողքին։ Դրանք արվել են շատ ավելի ուշ նրա համար, որպեսզի մենք հեշտությամբ աշխատենք Աստվածաշնչի հետ։ Այսպես կարողանամ ասել առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 16-րդ խոսքից մինչև 4-րդ գլխի 4-րդ խոսքը։ Ու դուք բոլորդ հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ընդհանրապես սրա համար է դա արված։ Իսկ միտքը առաքյալը շարադրել է Սուրբ Հոգու ազդեցության տակ առանց ընդհատումների։ Սա մի ամբողջություն է կազմում իրենից։ Եկեք կարդանք 3-րդ գլխի 16-րդ խոսքից եմ կարդում։ Հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը։ Աստված մարմնով հայտնվեց, հոգով արդարացավ, հրեշտակներին երևաց, հեթանոսների մեջ քարոզվեց, աշխարհի մեջ հավատացվեց ու փառքով համբարձվեց։ Բայց բառը ցույց է տալիս, որ նախադասությունները դրանից առաջ ու դրանից հետո եկողները իրար կապակցված են եւ իրար հակառակ են, չէ՞։ Բայց հոգին հայտնի է ասում, Աստծո հոգու մասին է խոսքը, թե վերջին ժամանակներում մի քանիսը հավատքից պիտի ապստամբեն։ Այս հավատքից, որի մասին կարդացի, որ հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեց, հոգով արդարացավ, հրեշտակներին երևաց, հեթանոսների մեջ քարոզվեց։ Այս հավատքից կապստամբեն, բայց հոգին հայտնի է ասում, թե վերջին ժամանակները մի քանիսը հավատքից պիտի ապստամբեն։ Մոլորեցուցիչ ոգիների ու դևերի ուսմունքների ուշադրություն պիտի տան, ստախոսների կեղծավորությունով, որոնց խղճմտանքը խանձված է, որոնք ամուսնանալուց պիտի արգելեն ու ետ պիտի պահեն կերակուրներից, որոնք Աստված ստեղծել է, որպեսզի հավատացյալները եւ ճշմարտությունը ճանաչողները գողությամբ վայելեն, որովհետեւ Աստծո ամեն ստեղծածը բարի է ու մերժելու ոչինչ չկա, եթե գողությամբ ընդունվի։ Լսում եք, այստեղ իհարկե նաեւ նկարագիր կա որոշակի, թե ինչպիսի աղանդներ կամ ինչպիսի մոլորություններ կարող են լինել։ Օրինակ, այնպիսի մոլորություններ, որոնք արգելում են ամուսնանալը, այնպիսի մոլորություններ, որոնք արգելում են որոշակի կերակուրներ ուտելը, թեև Աստվածաշունչը թույլ է տալիս բոլոր տեսակ կերակուրները ուտել։ 5 կտակարանում կային որոշ սահմանափակումներ կերակուրների հարցում, բայց դա միայն 5 կտակարանի համար էր։ Ու որոշ պատճառներով մենք դա մանրամասն կխոսենք գուցե մի ուրիշ տեղում։ Բայց ինչ վերաբերում է այս հատվածումը նոր կտակարանի, նոր կտակարանում չկա ոչ մի տեսակ արգելք որևէ կենդանի կամ որևէ կերակուր ուտելու։ Նոր կտակարանը ամբողջովին թույլ է տալիս բոլոր տեսակ կերակուրները։ Չկա մի եկեղեցու մեջ այնպիսի պաշտոն, որտեղ արգելված լինի։
կամ այնպիսի մի հավատացյալ, որի համար արգելված լինի ամուսնությունը։ Մենք կարդում ենք ամենաբարձր պաշտոնը, որ գրված է Նոր Կտականում եկեղեցու ծառայողի համար, դա եպիսկոպոսն էր։ Կարդացել եք նորից Տիմոթեոսի 3-րդ գլխում, ու գրված է մեկ կնոջ ամուսին լինի։ Այսինքն ինքը չի ուզում Աստված, որ լինի բազմակին, բայց ուզում է, որ անպայման կին ունենա, ասում է մեկ կնոջ ամուսին լինի։ Այսինքն կարելի է նաև ունենալ, կարելի է նաև չունենալ, բայց ոչ թե արգելված էր դա։ Եթե դուք ուսումնասիրել եք ուրիշ կրոններ, դուք կտեսնեք, որ այսպիսի արգելքներ մանավանդ շատ կան արևելյան կրոնների մեջ։ Բուդդիզմ, Կրիշնա, այնտեղ յոգայի տարբեր տեսակների մեջ շատ են այսպիսի արգելքները։ Օրինակ բուդդիզմում, Կրիշնայում, հինդուիզմի բոլոր ճյուղերի մեջ, որովհետև բուդդիզմն ու Կրիշնան դուրս են եկել հինդուիզմից։ Հինդուիզմի բոլոր ճյուղերի մեջ կենդանական կերակուրները արգելված են։ Այնտեղ համարում են, որ կենդանու մեջ կա նույն մարդկային հոգին։ Սա լուրջ ուժեղ մոլորություն է։ Մարդիկ, ովքեր հավատում են դրան, նրանք չեն կարողանում որևէ կենդանի սպանել ու ուտել։ Բայց Նոր Կտակարանում Պետրոսի թղթում կոնկրետ գրված է, որ բոլոր կենդանիները ստեղծված են որսացվելու ու ուտելու համար։ Այո, Փառք Հիսուսին։ Սա չի նշանակում, որ կարելի է սպանել հաճույքի համար։ Սա էլ սրտի դաժանություն է ցույց տալիս, որ Աստծո առջև ճիշտ չի նորից։ Լավ, եկեք բաժանենք երկու մասի, այսպիսի մոլորությունները, կամ խոշոր, կամ նկատելի, կամ ուժեղ ձևով ցայտուն մոլորություններ, որից մարդիկ չեն մոլորվում։ Օրինակ քրիստոնյաները, ովքեր ճանաչում են ճշմարտությունը, հաստատ իսլամի չեն գնա։ Այն քրիստոնյաները, ովքեր միայն անունով են քրիստոնյա, նրանք կարող են դառնալ իսլամի։ Բայց շատ հեշտ են մարդիկ ճանաչում, իսլամը ճշմարտություն չի ու վերջ։ Շատ հեշտ են մարդիկ ճանաչում, որ Կրիշնան ճշմարտություն չի ու վերջ։ Իհարկե նրանք, ովքեր գոնե մի անգամ կարդացել են կամ մի քիչ խորացել են Աստվածաշնչյան ճշմարտության մեջ։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ չեն Աստվածաշնչյան ճշմարտությանը, դա էլ կարող են ընդունել որպես ճշմարտություն։ Բայց կան շատ նաև նուրբ մոլորություններ, այնպես զգույշ մոտեցող մոլորություններ, որ կարծես թե մոտենում են շատ զգույշ ու սկսում են մարդուն գրավել։ Ունեք խոսել եք Եհովայի վկաների հետ։ Ես շատ հաճախ եմ լսում մարդկանցից։ Ասում են դե իրենք էլ նույն բանն են ասում, ինչ որ դուք։ Բայց բացեք առաջ Տիմոթեոս 3-րդ գլխի 16-րդ խոսքը, որ մի քիչ առաջ կարդացի, ու իրենց հարցրեք, դուք այսպես հավատում եք։ Հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեց։ Կոնկրետ խոսքում գրված է, որ Հիսուսը մարմնով հայտնվեց, Աստված էր, որ մարմնով հայտնվեց երկրի վրա։ Հարցրեք այսպես։ Իրենք սկսում են ինչ-որ մանյովր անել, ասում են, որ դե գիտես Աստված էր, բայց ոչ հորը հավասար, ինչ-որ մի բան էր։ Բայց այստեղ խոսում է, որ Աստված մարմնով հայտնվեց։ Այսպիսի խոսքերը բազմաթիվ են, ու եթե դուք ճանաչեք, դուք չեք ասի, որ մենք ու Եհովայի վկաները նույն խոսքն ենք ասում, նույն բանն ենք ասում։ Եկեք մի ուրիշ հատված կարդանք իրար հետ ու հետաքրքիր բաներ կան գրված, որովհետև ես պիտի բացահայտեմ, ինչու մոլորությունները տիրում են երկրի վրա, ինչու դրանք գոյություն ունեն։ Կարդանք իրար հետ Հռոմեացիների թղթից 16-րդ գլխի 17 եւ 18 խոսքերը։ Աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ դիտեք այնպիսիներին, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձվածողություններ ու գայթակղություններ են անում, եւ նրանցից հեռու մնացեք։ Պատվերա տալիս Պողոս առաքյալը, որովհետև այնպիսիները մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին չեն ծառայում, ապա իրենց որովայնին, եւ անուշ խոսքերով ու գովություններով պարզամիտների սրտերը խաբում են։ Ասում այն մարդիկ, ովքեր սովորած աստվածաշնչյան վարդապետությունից դուրս գայթակղություններ են անում, ասում նրանցից հեռու մնան։ Նրանք մեր Տիրոջը չեն ծառայում, Հիսուսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին են ծառայում։ Տեսեք ինչ է գրված։ Եվ անուշ խոսքերով, քաղցր խոսքերով, գովություններով պարզամիտների սրտերը խաբում են։ Գիտեք, մարդու սիրտը տանող ճանապարհներից մեկը այդ մարդուն գովելն է։ Փորձեք մարդուն գովել, տեսեք ոնց է հրապուրվում քեզանով։ Իրականում սա, եթե ճշմարտության մեջ եք մտցնելու այդ մարդուն, արժի գուցե այդպես անել։ Բայց մոլորությունները գրված է, որ այսպես են թափածում մարդկանց սիրտը։ Կարդում եք Աստվածաշունչը, վստահ եք, որ սրանք ճշմարտություն են։ Գիտեք, որքան մոտենանք աշխարհի վերջին, դու գիտեք, որ մենք վերջի շրջանում ենք ապրում։ Բոլոր նշաններով Աստվածաշունչը խոսում է, որ մենք վերջի ժամանակաշրջանում ենք ապրում։ Որքան մոտենանք, այնքան ավելի են ուժեղանալու մոլորությունները։ Մատթեոս ավետարանում Հիսուսը երբ որ խոսում էր աշխարհի վերջի մասին, մի քանի անգամ խոսեց մոլորությունների մասին։ Ասաց շատերը կգան, կասեն ես եմ Քրիստոսը։ Մենք հանդիպել ենք այդպիսի մարդկանց։ Տարիներ առաջ մեկը եկավ, չէ՞ մեր եկեղեցին այդպիսին։ Իրեն անվանում էր Քրիստոս։ Ձեզան շատերը իհարկե չեն հանդիպել այդ մարդու հետ, ձեր բախտը վերել է դրանում։ Բայց մեր եկեղեցին կարծես այդ կողմից յուրահատուկ լինի։ Եկավ ու ինչ որ ժամանակ հետո հայտարարեց, որ ինքը Քրիստոսն է։ Կարող է հիմա ձեզ համար ծիծաղելի լինի սա։ Ուրեմն մի 20 տարի առաջ մոտավորապես մի տեղեկատվություն ասացին, որ Միացյալ Նահանգներում կան 500 պետության կողմից գրանցված քրիստոսներ։ Մարդկանց փորձում ես բացատրել, որ դա չի Քրիստոսը, ու գիտեք, մարդիկ ընկնում են նման թակարդների մեջ, նրանք հավատում են, գնում են դրանց հետևից։ Հիսուսը ասաց, որ վերջի ժամանակների մոլորությունների համար ասաց կգան սուտ մարգարեներ, որ մեծ հրաշքներ կանեն, որպեսզի եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին մոլորեցնեն։ Սրանք մեզ ինչ որ բաներ են խոսում, չէ՞։
որպեսզի մտերիալները խափնվեն, մոլորվեն, ընկնեն նման սխալների մեջ։ Ուրեմն նրանց արած գործերը պիտի շատ մոտ լինեն Աստծո գործերին։ Եթե դրանք բացահայտ իրարից տարբերվեն, ոչ մեկը չի մոլորվի։ Դու գնացել եք երբևէ գուշակի մոտ։ Այդ գուշակներից ոչ մեկը չի ասում, ես սատանայի անունից հիմա քեզ գուշակություն կանեմ։ Բոլոր մարդիկ փախնեն իրանից։ Բոլորը սիրում են սրբապատկերները դնել ու խոսել Հիսուսի անունից։ Բայց Հիսուսը ասաց ամեն մեկը, որից Տեր կանչում երկնքի թագավորություն չի մտնելու։ Այն ժամանակ այդ մարդիկ կասեն, քո անունով հրաշքներ էին գործում, քո անունով դևեր էին քանում։ Ես կասեմ հեռու գնացեք, ես ձեզ չէի ճանաչում։ Որովհետև կարիք կա, որպեսզի այս տարբերությունը շատ լավ, շատ պարզ լինի մեզ համար։ Մենք կարողանանք դրանք ճանաչել։ Ճշմարտությանը իրենք շատ նման պիտի լինեն։ Նոր Կտակարանում նորից երկրորդ թղթում Կորինթացիների գրված է, որ Սատանան կարա հայտնվի լուսափայլ հրեշտակի տեսքով։ Պատկերացրեք մի օր տանն եք, մեկ էլ մի հրեշտակ է հայտնվում ձեզ։ Սպիտակ, լույսի մեջ, ինչ որ բաներ է ասում։ Ինչով կտարբերեք, դա Աստծո կողմից էր թե Սատանայի։ Կարծում եք ինքը այնքան հիմար է, որ գա ինչ որ այնպիսի բաներ ասի, որ դուք հեշտությամբ տարբերեք։ Նա շատ մոտիկ, շատ նման բաներ պիտի ասի։ Ուրեմն այնքան խորը պիտի լինի մեր ճանաչողությունը ճշմարտության, որ մենք կարողանանք դրանք տարբերել։ Հիսուսը ասաց կգան գայլեր գառների մորթիով։ Հիշում եք այդ խոսքերը։ Որ նրանք չեն գայլ ցույց տալով իրենց ժանիքները։ Ժանիքները ցույց կտան շատ ավելի ուշ, երբ որ արդեն ուշ կլինի։ Բայց իրենք կգան այն ժամանակ, երբ որ մենք կնայենք ու կմտածենք, վայ գառներ են, ոչ թե գայլեր։ Մի քանի պատճառներ ասեմ, ինչու են մարդիկ ընկնում մոլորությունների մեջ։ Առաջինը, գրված է 2 Տիմոթեոսի թղթում։ Բացառեք 2 թղթը Տիմոթեոսին։ Սա Պողոս առաքյալի վերջին նամակն էր, որ գրեց իր կյանքում։ Տեսեք, պիտի կարդամ 4 գլխի 3-4 խոսքերը։ Հետևում եք ինձ հետ, որովհետև ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն։ Խոսում մոլորությունների մասին։ Ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն, ապա իրենց լսելիքի երգով, իրենց ցանկություններին համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց։ Եվ ճշմարտությունից ակաժներին պիտի դարձնեն ու առասպելների ետևից պիտի մոլորվեն։ Ինչու պիտի չհամբերեն, որովհետև գրված է, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն, ապա իրենց լսելիքի երգով իրենց ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն։ Իրենց ցանկությունների համեմատ։ Սա խոսում է, որ մարդիկ ունեն որոշակի ցանկություններ։ Ու հաճախ այդ ցանկությունները բավարարելու համար իրեն շատ հարմար է լինում, որ մարդիկ խոսեն հենց իրենց ցանկությունների համեմատ։ Օրինակ մարդը սիրում է փողը, ու հանդիպում է մարդու հետ, որ ասում է՝ «Արի, այնպես անեմ, որ դու հարստանաս»։ Այս մարդու աչքերը փայլում են, ուղիղ գնում է այդ մարդու ետևից։ Ինքը չգիտի, որ այդ մոլորություն է, որ այդ աստվածային չի, բայց գնում է դրա ետևից։ Գիտեք, ես նույնիսկ հանդիպել եմ, լսել եմ այդպիսի դեպքեր, որտեղ մարդիկ, հավատացյալները գնացել են կախարդների մոտ, թուղթուգիր անողների մոտ, որպեսզի իրենց հիվանդությունից բուժվեն։ Ինչու՞։ Միայն մի բանի համար, գիտեք, որովհետև իրենց ցանկություններին համեմատ վարդապետներ են ուզում։ Իրենց ցանկությունների համեմատ ուսմունք են ուզում։ Մարդը սիրում է փողը, ու այսօր քրիստոնեության մեջ շատ տարածված մի հիվանդություն կա, որ մարդիկ ասում են հավատա Աստծուն ու դու հարուստ կլինես։ Ճիշտ հավատացյալը պիտի հարուստ լինի, հարուստ չեղար դու անեծքի տակ ես։ Սա ճշմարտություն չի։ Կարդացեք Աստվածաշունչը, Պողոսը խոսում է իր նեղ վիճակների մասին, երբ որ ինքը փող չուներ, ու ինքը սոված էր, ինքը մերկության մեջ էր, ցրտի մեջ էր, կարդացել եք այդպիսի խոսքեր։ Սա ճշմարտություն չի։ Ճշմարտությունը խոսում է, որ հանուն Հիսուսի արժի զոհաբերել ամեն բան, ու անկախ նրանից մենք ինչպիսի վիճակի մեջ կապրենք, պիտի ապրենք իր հետ ու միշտ հավատարիմ լինենք։ Ամեն։ Այս սա է գնահատում Աստված։ Ոչ թե հանուն փողի կամ առողջության, այսինքն իմ ցանկությունների համեմատ ես տեսնեմ ինչ ուսմունք կա, դրան համապատասխան անեմ։ Պատմում են մի դեպք, որ մեկը քարոզել էր, որ քրիստոնյան պիտի միայն առողջ լինի, եթե հանկարծ հիվանդացավ ինքը մեղքի տակ կընկնի, կամ ուրեմն մեղավոր է կամ անեծքի տակ է, որ ինքը հիվանդանում է, ու պատմում են, որ մի անգամ հենց այդ քարոզողն ինքն է հիվանդանում։ Ու սկսում են եկեղեցում թաքցնել, որ այդ մարդը հիվանդացել է։ Ինչու մենք մարդ ենք, Աստված մեզ չի խոստացել հավիտենական առողջություն, որ մենք մինչև մեր կյանքի վերջը առողջ պիտի ապրենք, բայց խոստացել է, որ եթե հիվանդանանք, ինքը կարա բժշկի։ Թավիր անունը փառավորվի, հալելույա։ Դրա համար մենք չենք աղոթում, որ մարդիկ երբեք չհիվանդանան։ Նման խոստում չունենք Աստծոց, բայց մենք աղոթում ենք բժշկվելու համար, նման խոստում ունենք Աստծո կողմից։ Հալելույա։ Ուրեմն ոչ թե ցանկությունների համեմատ, այլ իրապես մարդը նայի թե ինչպիսի ուսմունքի հետևից է գնում։ Ես ասում եմ, որ դուք զգուշանաք։ Մի ուրիշ կարևոր հանգամանք, որի պատճառով մարդիկ շեղվում են ճշմարտության ուսմունքից, դա հպարտությունն է։ Հպարտությունը ամենաշատն է երևում։ Էլի մի խոսք կարդամ Տիմոթեոսի թղթից։ Գիտեք ինչու Տիմոթեոսին այդքան շատ է գրել Պողոս առաքյալը։ Տիմոթեոսը այս ժամանակ Եփեսոսի եկեղեցու առաջնորդն էր։ Ու որպես եկեղեցու առաջնորդ իրեն պետք էր, որ ինքը շատ մանրամասն իմանա այսպիսի բաները։ Առաջի Տիմոթեոսի թղթում 6-րդ գլխում 3-4 խոսքերը պիտի կարդամ։ Եթե մեկը ուրիշ կերպ մի բան սովորեցնի,
ու չլսի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին, եւ այն վարդապետությանը, որ Աստվածապաշտությանը համեմատ է, այնպիսի նպարտացած է, ու մի բան չգիտի, հապա վեճերով, հակառակություններով աղտացած է, որոնցից դուրս են գալիս նախանց, կռիվ, հայհոյություններ, գեշ-կասկածներ եւ էլի շատ բաներ, որոնք գրված են կարող եք կարդալ։ Ուրեմն ի՞նչն էր պատճառը, հպարտությունը։ Ես ձեզ հարց տամ, Եվան ինչու կերավ արգելված պտուղը։ Իրեն գուցե հաճելի էր, որ ինքը նմանվի Աստծուն։ Ինչ ասեց օձը, ասեց չէ, որ ուտես աստվածների նման կլինես։ Ու իրեն գուցե հաճելի էր ու գրված է այդպես էլ, որ իր մեջ փափագ առաջացավ ուտելու, որ ինքը Աստծո նման լինի։ Մի բան ասեմ, այդ խոսքը չի վերացել։ Սատանայի այդ խոսքը, որ խոսեց Եվային, մինչև այսօր շարունակվում է։ Արևելյան կրոններում դուք կհանդիպեք այդպիսի բաների, որ մարդը դուրս գա իրենից, զուլվի տիեզերական մտքի հետ կամ այսպիսի մի սոտություն, որը իրականում գոյություն չունի։ Հաստատ եմ ասում Աստվածաշնչով դա գոյություն չունի։ Գիտեք, որ մորմոնների ուսմունքի հիմքում ընկած է մի գաղափար, որ իրենք զարգանալով կարող են հասնել Աստծուն ու դառնալ աստվածներ։ Իրականում, եթե խորանաք մորմոնների ուսմունքի մեջ, կտեսնեք իրենք բազմաստվածության կողմնակիցներ են։ Այսօր հայերը, քրիստոնյա կոչվող հայերը, մասսայաբար ընդունում են մորմոնների ուսմունքը։ Գիտեք ինչու? Որովհետև չգիտեն, որ իրենք խապնված են։ Ու գուցե միտեղ էլ շատ հրապուրական ասա, որ իրենք բարձր պիտի լինեն ուրիշ մարդկանցից։ Սա միշտ էլ մարդկանց հրապուրում է ու գրավում։ Ու շատ վտանգավոր մի բան է, եթե խոսում են քո հպարտության հետ ու ուզում են քո եսը բարձրացնել, շատ զգուշացիր սրանից։ Հիսուս ասեց, ով որ ուզում է իմ ետևից գա, իր անձը ուրանա, խաչը վերցնի ամեն օր ու գա իմ ետևից։ Այո։ Ուրեմն եթե մենք գնում ենք Հիսուսի ետևից, մեր անձերը, մեր հպարտությունը խաչված պիտի լինի, որ կարողանանք իր հետ ապրել ու իր ետևից քայլել։ Մի ուրիշ կարևոր պայման, որի պատճառով, երրորդը, ինչի պատճառով մարդիկ ընկնում են ճշմարտությունից ու չեն կարողանում հաստատուն մնալ ճշմարտության մեջ, դա չճանաչելն է ուղղակի, չիմանալը ճշմարտությունը։ Այսօր քրիստոնյաներից եմ լսում, մարդիկ ովքեր կարդում են Աստվածաշունչը, ասում են աուրա, բիոդաշտ, լսել եք այդպիսի բաներ։ Դրանք սոտություն են, ուղղակի գոյություն չունեն։ Լսել եք այլ մոլորակայինների մասին, դրանք գոյություն չունեն։ Այդ այլ մոլորակայինները գտնվում են մեր կողքին, ապրում են այստեղ ու ձգտում ունեն շատ ուժեղ մարդկանց մոլորեցնելու։ Հիմա դուք ասեք, բա այն փաստերը, որ այո, նրա համար բոլորովին դժվար չի սարքել այդպիսի փաստեր։ Նրա համար բոլորովին դժվար չի սարքել բաներ, որոնք կհրապուրեն քեզ։ Գիտելիքի պակասը ամենամեծ կորուստն է բերում քրիստոնեական աշխարհում։ Դրա համար Օվսեայի մարգարեության 4-րդ գլխի 6-րդ խոսքում գրված այս ձևով. իմ ժողովուրդ ես, գիտություն չունենալու պատճառով բնաջինջ է լինում, որովհետև դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ եմ մերժում, եւ շարունակությունը չեմ ասում։ Գիտեք ինչու է այս խոսքը գրված այս ձևով։ Աստված կարծես թե Օվսեա մարգարեի բերանով խոսում էր ու ասում էր դու գիտությունը մերժեցիր, այսինքն ոչ թե չէր տրվել այդ գիտությունը, տրվել էր, մարդիկ էին մերժել։ Այսօր ով Աստվածաշունչ չունի, ովքեր եկեղեցում չեն լինում ու չեն կարդում Աստվածաշունչը, ու ինչու հաճախ մերժում են այս գիտությունը։ Կարդացեք այս գիտությունը, խորացեք այս գիտության մեջ, ու դուք երբեք չեք մոլորվի։ Տարիներ առաջ առիթ եղավ հանդիպելու մի մարդու հետ, որը խիստ խորացած էր արևելյան կրոնների ու ինչ-որ կախարդությունների մեջ։ Երբ որ խոսեցինք, իր կարծիքով այդ բոլոր կախարդությունները յոգա են, որոնք բացահայտում են մարդու սեփական հնարավորությունները, մարդիկ սիրում են միշտ, որ իրենք իրենց սեփական հնարավորությունները բացահայտած ավելին լինեն, քան թե ուրիշ մարդիկ են։ Սա էլ հպարտության հետ է խաղում։ Ու ինքը այնտեղ բաներ էր խոսում, որոնց համար ես իր առաջ կանգնեցի, ասացի, գիտես, դու խաբված ես, ու որոշ բաներ ցույց տվեցի Աստվածաշնչով, որտեղ ինքը խաբված էր։ Վերջում մեջս այնպեսի մի ուրախություն առաջացավ, ու իրեն ասի, գիտես ինչքան ուրախ եմ, որ այդպիսի բաներով ինձ չեն կարող խաբել։ Դու էլ ճանաչիր ճշմարտությունը Աստվածաշնչով, ու քեզ էլ չեն կարող խաբել։ Այսօր մասսայաբար ուղղակի ժողովուրդը խաբված են։ Նույնիսկ քրիստոնյաները մտածում են, որ իսլամ դավանող մարդիկ կարող են մտնել երկնքի թագավորություն։ Մտածում են, որ Կրիշնա, բուդդիզմ կամ էլի ինչ-որ կրոն դավանող մարդիկ կարող են մտնել երկնքի թագավորություն։ Դուք կարդացել եք, ես ձեզ մի խոսք ասեմ միայն Աստվածաշնչից։ Կարդացել եք Հովհաննես Ավետարանի 14-րդ գլխի 6-րդ խոսքը։ Հիսուսը ասեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը։ Ոչ ոք չի կարող հորս մոտ գալ, եթե ինձանով չգա։ Այսինքն գնացեք իսլամով, գնացեք Մուհամեդով, չգիտեմ Կրիշնայով, Բուդդայով, ումով ուզում եք գնացեք, ոչ մեկով երկինք չի գնալու ոչ մեկը։ Հիսուսը ասեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, այս խոսքը մենք ելի կօգտագործենք։ Ու ոչ ոք չի կարող հորս մոտ գալ, եթե ինձանով չգա։ Դրա համար այսօր աշխարհում տարածված ու Հայաստանում էլ արդեն ուժեղ ձևով տարածում է գտնում մի շարժում, որը կոչվում է էկումենիկ շարժում։ Զգուշացնում եմ, որպեսզի դուք շատ ուշադիր լինեք այս հարցում։ Էկումենիկ շարժում, այսինքն կարծես թե պատկերում են այս ձևով, որ մի բլուր, մի լեռ կա, որի գլխին նստած է Աստված, դա սիմվոլիկ պատկերն է էկումենիկ շարժման։ Ու տարբեր կրոնները, դրանք տարբեր ճանապարհներ են, որոնք տանում են նույն Աստծո մոտ։
Սա սատանայի մեծագույն խաբկանքներից մեկն է։ Եթե մեկը չի գնում Հիսուսով, ինքը Աստծո մոտ չի գնալու։ Դրա համար շատ ապացույցներ ունեմ, թե Աստվածաշնչով, թե կյանքում տեղի ունեցած։ Ուղղակի հիմա այդքանը չեմ կարող ձեզ պատմել։ Պետք է մեզ, որ ճանաչենք Աստվածաշնչյան ճշմարտությունը, ու դուք երբեք չեք մոլորվի։ Սրա մասին դեռ կխոսեմ։ Եկեք խոսենք հետևանքների մասին։ Եթե նույնիսկ մարդ է, քրիստոնյան, որ գտնվում է եկեղեցում ու ճանաչում է ճշմարտությունը, ինքը սկսի շեղվել, ինչ մի վատ բան կա սրա մեջ։ Մի որոշ ուսմունքներ ինքը ուրիշ ձևով հասկանա։ Կամ որոշ գաղափարներ բերի ու ուրիշ կրոններից մտցնի քրիստոնեության մեջ։ Մոք մտածեք ինչ վատ բան կա սրա մեջ։ Առաջին ամենավատ բանը, որ ձեզ կասեմ, դա բարոյական անկումն է։ Մի ուսմունք, որի մեջ չկա Աստծո ներգործությունը, չի կարող լինել բարոյական մաքրություն։ Գիտեք, արևելյան կրոններում մի գաղափար կա, որտեղ ասում են հասնել կատարելության, մարդը հասնի կատարելության։ Սա ինքնախաբկանք է այդ մարդկանց համար։ Ու նաև իրենց կյանքում հոգևոր աշխարհի, դիվական աշխարհի ազդեցությունը իրենց վրա։ Երբեք ոչ մի մարդ առանց Սուրբ Հոգու ազդեցության չի կարող հասնել կատարելության։ Նույնիսկ քրիստոնյաները, որ մեղքի դեմ են պայքարում, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է այս ձևով, որ ոչ թե բռնեք ու մեղքը հեռացրեք, դուք երբեք չեք կարող մեղքը ձեր մեջից հեռացնել, բայց դուք բռնեք Աստծուն ու բերեք ձեր մեջ, եւ ինքը մեղքը կհեռացնի ձեր մեջից։ Նկատում եք տարբերությունը։ Մարդիկ, որ պայքարում են մեղքի դեմ, ու իրենց ուժերով անընդհատ պայքարում են մեղքի դեմ, իրենք անընդհատ ընկնում են մեղքի մեջ, ու չեն կարողանում ազատվել։ Փոխեք ձեր պայքարի ուղղությունը։ Բռնեք Հիսուսին, ասեք արի իմ մեջ, գործի իմ մեջ, ինձ ուժ տուր։ Ես քեզ եմ ուզում շատ սիրեմ, չգիտեմ ինչպիսի բառերով ուզում եք, բայց բռնեք Հիսուսին ու բերեք ձեր մեջ։ Ու կտեսնեք ինչպես մեղքը ինքնըստինքյան կհեռանա ձեզանից։ Ու էլ այդ մեղքի ցանկությունները կկորեն։ Չի կարող սխալ ուսմունք ունեցող մարդը ունենալ բարոյական մաքրություն։ Սա բացառվում է ընդհանրապես։ Ես սա շատ վստահ եմ ասում, ուզում եք Աստվածաշնչով ցույց տամ, բացառեք Հովհաննեսի ավետարանը, 8-րդ գլուխը։ Այս հատվածը հաճախ խոսել ենք աշակերտության համար, բայց հիմա կարդամ 8-րդ գլխի 32-րդ խոսքը մի ուրիշ տեսանկյունից։ Ճշմարտությունը պիտի գտնաք, ու այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Ինչը պիտի ազատի քրիստոնյաներին։ Երբ որ հրեաները լսեցին այս խոսքը, ասացին մենք ազատ մարդիկ ենք, կարդացեք շարունակությունը, պատասխան տվեցին իրեն։ Մենք Աբրահամի սերունդն ենք ու երբեք մեկին չենք ծառայել։ Դու ինչպես ես ասում, թե ազատ պիտի լինեք։ Հիսուսը պատասխան տվեց նրան. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե նա, ով որ մեղք է գործում, նա մեղքի ծառա է։ Հիսուսը չէր խոսում, որ հրեաները ուրիշ մարդկանց են ծառայում։ Նա խոսում էր, որ հրեաները մեղքին են ծառայում։ Ու ասեց, եթե ճշմարտությունը կճանաչեք, ճշմարտությունը ձեզ կազատի։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում ազատվել մեղքի ցանկությունից իրենց ներսում, նրանք չեն ճանաչում ճշմարտությունը։ Մեկ-մեկ ասում եմ քրիստոնյանին լավ կլներ գոնե աչքիդ պոչով մի հատ տեսնեիր դժոխքը։ Գիտեք ինչ է նշանակում դժոխքը տեսնել։ Նշանակում է ճշմարտությունով ճանաչել դժոխքը։ Նշանակում է հայտնաբերել, թե ինչ է ասում Աստվածաշունչը դժոխքի մասին, ոչ թե ֆիզիկապես տեսնել դժոխքը։ Այն մարդիկ, որ կտեսնեն Աստվածաշունչով դժոխքը, աչքի պոչով տեսնեն, նրանք այնպես կփախնեն մեղքից, որ խոսք չի կարող լինել։ Բայց սխալ ուսմունքները բոլորովին հակառակն են խոսում։ Սխալ ուսմունքների մեջ, քանի որ մարդիկ չեն կարողանում իրենց անձերը մաքրել մեղքից, նրանք սկսում են մեթոդներ հորինել։ Ու իրականում ինչ որ բարոյական փոփոխություններ առաջին հայացքից կարող են ունենալ։ Օրինակ մարդը կարող է թողնի ծխելը, թողի խմելը, ինչ որ բարոյական փոփոխություններ իր կյանքում կարող են ունենալ, բայց ներքին ցանկությունների հարցը երբեք չի կարող լուծել, եթե չունենա ճշմարտություն։ Եթե չճանաչի ճշմարտությունը ու Աստծո խոսքը չբերի իր մեջ։ Հիսուսը իր աշակերտներին ասեց. դուք մաքուր եք այն խոսքով, որ ձեզ խոսել են։ Չասեց Բուդդայի խոսքով, իսլամի խոսքով, չասեց ձեր գաղափարներով, ասեց դուք մաքուր եք այն խոսքով, որ ձեզ խոսել են։ Վերջում աղոթեց իր աշակերտների համար։ Ասեց Հայր, սրբիր նրանց քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է։ Նկատում եք, բարոյական մաքրության բոլոր միջոցները միայն Աստվածաշնչյան խոսքի միջոցով են տեղի ունենում։ Այն խոսքի, որը դուրս է եկել Աստծո բերանից։ Ուրիշ ոչ մի միջոց չկա մաքրության համար։ Մարդիկ նման դեպքերում սկսում են ինչ-որ փոփոխություններ անել։ Երբ որ տեսնում են, որ իրենք չեն կարողանում իրենց կրոնի, իրենց միջոցներով հասնել բարոյական մաքրության, սկսում են ինչ-որ մեթոդներ օրինել, արդարացնել իրենց մեղքի մեջ լինելը։ Այդ արդարացումները հաճախ շատ ծայրահեղ են դառնում։ Մարդիկ սկսում են ասել, հա, ինչ կա, որ ես մի մեղքն էլ լրիվ թույլատրելի է։ Ինչա որ կարելի է հավատալ Աստծուն, փրկվել։ Գիտեք ինչպեսի ուսմունք եմ լսել, այսպեսի բան ասեմ, որ հոգին ձգտում է Աստծուն, Հիսուս ասեց, չէ՞։ Հոգին հոժար է, մարմինը թույլ, մարմինը տկար։ Մարմինը կարա մեղ գործի, դա կարևոր չի, ոչինչ, դա մարմինն է, մեկը ինքը մեռնելու է, բայց հոգիդ կգնա Աստծուն։ Սա մեծագույն խաբկանք է, ու գրված է մենք Աստծո առաջ պիտի կանգնենք ու դատվենք մեր մարմնով գործած բոլոր գործերի համար։ Մարմնով գործած գործերի համար գրված է, գիտեք։
Եթե ուզում եք տեղ ասեմ, 2 Կորինթացիների 5-րդ գլխի 10-րդ խոսքը։ Գրված է մարմնով գործած բոլոր գործերի համար մենք պիտի կանգնենք Աստծո առաջ ու դատվենք։ Մեկ-մեկ արդարացնում են ուրիշ ձևով։ Մի ուրիշ տեսակ բան ասեմ, ասում են, եթե դու շատ զարգանաս ու այնքան մոտենաս Աստծուն, դու բոլոր այդ տեսակ բարոյական կանոնների սահմանից դուրս ես գալիս։ Կարող ես մեղ գործել ու Աստծո առաջ դառնալ անմեղ։ Նկատում եք ինչ խաբկանք է։ Ու սա ուժեղ ձևով ազդում է աշխարհում այսօր։ Մի այդպիսի տեղեկություն կա, որ այս դեպքը տեղի ունեցել 20-րդ դարի վերջի շրջանում արդեն, մեզ բոլորովին մոտիկ։ Չարլզ Մենսոն անունով մի մարդ, այսպիսի ուսմունքի գաղափարի ազդեցության տակ, ինքը պատվիրել է Շարոն Թեյնթի, գիտեք դերասանուհի Շարոն Թեյնթին, դերասպանությունը, նշանավոր այդպիսի մի դերասանուհի սպանություն։ Ինքը համարելով, որ ինքը հասել է Աստծո մոտ այնպիսի մի մակարդակի, որ ինքը դուրս է գալիս բարոյական կանոնների սահմաններից ու կարա մարդ սպանի։ Ու ոչ միայն է սպանությունն ա եղել, այլ էլի որոշ սպանություններ ինքը պատվիրել է, արդարացնելով հենց դրանով, որ ինքը այնքան մոտիկ է Աստծուն, որ կարա մարդ սպանի ու լինի ազատ։ Առաջին հետևանքը որն էր, որ բարոյական անկում է տեղի ունենում այն մարդու կյանքում, ով որ շեղում է ճշմարտության ճանապարհից։ Մի բան ասեմ, կարող է սկզբում միանգամից դու ընդունես ինչ-որ մի գաղափար, ու քո մոտ միանգամից այդ բարոյական անկումը տեղի չունենա։ Ու շատ հաճախ քրիստոնյաները շատ հեշտությամբ են ընդունում ինչ-որ իրենց ընդունած աստվածաշնչյան գաղափարի փոփոխությունները։ Գիտեք ինչու՞։ Նկարագրեմ։ Միանգամից չեն գալիս ասում։ Գիտես փրկությունը Հիսուսով չի, փրկությունը ինչ-որ մի ուրիշ անունով է։ Միանգամից չեն ասում։ Սկզբում մի փոքրիկ փոփոխություն են բերում կյանքում։ Դա նմանագիտեք ինչի՞։ Մենք ունենք ճանապարհը քայլում ենք, չէ՞ ճանապարհը։ Մի փոքր անկյունը շեղում են։ Սկզբում մարդը չի նկատում, առաջին քայլը որ անում է այդ շեղված անկյունով գնալու, ինքը չի նկատում։ Բայց որքան գնում ես այդ ճանապարհով, այնքան հեռանում ես ճշմարտությունից։ Պատկերացրեք ինչի մասին եմ ասում։ Անկյան երկու կողմերը որքան մոտ են գագաթին, այնքան իրար մոտիկ են։ Ճշմարտությունն ու սոտությունը կարող են շատ մոտիկ լինել իրար։ Բայց որքան քայլում եք սոտության ճանապարհով, այնքան հեռանում ճշմարտության ճանապարհից։ Նկատում եք։ Ու եռացման պատճառով մարդու կյանքում սկսում են, որքան հեռանում են, այնքան ուժեղանում են բարոյական անկումը ու էլի որոշ բաներ։ Աստծո ներկայության կորուստը, սա դրանցից մեկն է։ Բացառեք ինձ հետ Հովհաննես առաքյալի առաջին թուղթը, 5-րդ գլուխը։ Պիտի կարդամ 8-րդ խոսքը։ Երեքն են, որ երկրի վրա վկայում են, հոգին, ջուրը եւ այրունը, եւ երեքը միաբան են։ Ինչ եմ հասկանում այս խոսքը կարդալիս։ Որ երեքն են, որ երկրի վրա, տեսեք չի ասում երկնքում, երկրի վրա միաբան են իրենց աշխատանքի մեջ, իրենց գործի մեջ։ Սուրբ Հոգին, ջուրը դա Աստծո խոսքն է եւ Հիսուսի արյունը։ Այս երեքը միաբան են, իրար հետ են գործում, երբեք իրարից առանձին չեն լինում։ Հիմա եթե ես խախտումը անում եմ Աստվածաշնչյան խոսքի մեջ, չէ՞ որ Սուրբ Հոգին Աստվածաշնչյան խոսքի մեջ է, ինքը ինձ հետ չի գա բուդդիզմի մեջ։ Լսում եք, հասկանում եք ինձ։ Ես ինքս եղել եմ բուդդիզմի մեջ, շատ խորն եմ եղել, յոգայով զբաղվել եմ, կարող եմ մանրամասն նկարագրել դրա վնասները։ Մինչև այն աստիճանի, որ Սատանան իմ ձեռքով հրաշքներ էր գործում։ Դրա համար կարող եմ շատ մանրամասն նկարագրել դրա սխալները, դրա վնասները, հենց ինձ իմ կյանքում ինչքան վնասներ ա տվել։ Բայց տեսեք, Աստվածաշնչյան խոսքը, Աստծո Հոգին եւ Հիսուսի արյունը միաբան են գործում երկրի վրա։ Ու մեր կոնտակտի կետը, կարծես թե մեր հաղորդակցության կետը Աստծո հետ միակ կետը, դա Աստվածաշնչյան խոսքն է։ Մենք չենք կարող չունենալ Աստվածաշնչյան խոսք, ասել ուզում եմ ունենալ Աստծո Հոգին։ Չի ունենա ոչ մեկը այդ ձևով։ Քեզ պետք է Աստվածաշնչյան խոսքով ունենալ Աստծո Հոգին։ Ու արյունը Հիսուսի գալիս է միշտ մեր մեղքերը ներելու այն ժամանակ, երբ որ ես ընդունում եմ Աստվածաշնչյան խոսքը ու Սուրբ Հոգին նաև դրա հետ։ Նկատում եք, սրանք երեքը միշտ միասին են գործում, մարդուն սրբացնելու, զարգացնելու, աճեցնելու մեջ։ Հիմա երբ որ ես խախտում եմ Աստվածաշնչյան խոսքը ու դուրս եմ գալիս ուրիշ գաղափարի ետևից եմ գնում, Աստծո Հոգին ու Հիսուսի արյունը մնում են իրար հետ միաբան։ Նրանք չեն բաժանվում իրարից։ Չի կարող Սուրբ Հոգին բաժանվել Աստծո խոսքից ու ասել գնամ, լավ, այս մարդը ոչինչ, որ շեղվել է, ես իր կյանքում էլի լավ իրեն պահեմ։ Այսպեսի բան չի լինում։ Ու որքան շեղումը մեծանում է, այնքան ավելի Աստծո Հոգին է պակասում մեր կյանքում։ Դրա համար շատ ուսմունքներ կան, որ խոսում են ճշմարտության մասին։ Կարող են խոսել իրենց անվանել ճշմարտություն կամ էլի ինչ ձևով որ կուզեք, բայց այնտեղ դուք չեք ապրի Աստծո ներկայությունը։ Ինչու ենք մենք վստահ, որ Աստված մեզ հետ է, որովհետև մենք կատարում ենք Աստվածաշնչյան խոսքը, նաև դրան համեմատ հաղորդակցվում ենք Աստծո Հոգու հետ։ Ճիշտ եմ ասում։ Ձեզ այնց քանիսն են Աստծո Հոգու հետ ռեալ հաղորդակցություն ունեցել ու նաև մկրտված Աստծո Հոգով։ Հալելույա։ Որ իսկապես Աստծո Հոգու հետ հաղորդակցություն եք ունեցել ու ունեք Աստծո Հոգին ձեր մեջ, սա շատ իրական է, չէ՞ մեզ համար։ Եվ հանկարծ մարդիկ կարող են շեղվել սրանից, Աստծո ներկայությունը սկսում է պակասել։
Օրինակ ես տարբեր եկեղեցիներում, ավետարանական, նաև այլ եկեղեցիներում շատ հաճախ եմ լինում։ Ինչն է հետաքրքիր, որ եկեղեցին, որ մտնում եմ, առաջինը փնտրում եմ Աստծո ներկայությունը։ Առաջին ինձ հետաքրքրում է Աստված կա այստեղ, թե չկա։ Եթե զգում եմ Աստծո ներկայությունը, իմ համար մնացած բաները շատ քիչ արժեք ունեն։ Երկրորդ կարևորությունը, որքանով Աստծո խոսքը ճիշտ է մատուցվում կամ մեկնաբանվում այդ եկեղեցում, սրանք արդեն ուրիշ հարցեր են։ Ինձ համար ամենակարևոր հարցը Աստծո ներկայությունն է։ Եթե կա Աստծո ներկայությունը, մնացած բաները կարևոր չեն։ Հալելույա։ Դրա համար եմ ասում, Աստծո ներկայությունը չեք գտնի այնպիսի տեղերում, որտեղ կան շեղումներ։ Տեսեք, մենք ըստ Աստվածաշնչի պաշտում ենք Սուրբ Երրորդություն, Հայր, Որդի, Սուրբ Հոգի։ Այո։ Մեր ավետարանական եկեղեցիները, հայ առաքելական եկեղեցին, բապտիստական, շատ բազմազան եկեղեցիներ Հայաստանում պաշտում են Սուրբ Երրորդություն։ Կամ մի ուսմունք, որը նորից այսօրվա դրությամբ թափանցում է Հայաստան ու արդեն Հայաստանում այդպիսի եկեղեցի կա։ Կոչվում են միադավաններ։ Իրենք չեն ընդունում 3 անձ, մեկ Աստված։ Չեն ընդունում, որ Հայր, Որդի, Սուրբ Հոգի եւ մեկ Աստված։ Իրենք ընդունում են մեկ անձ, որը հանդես է գալիս 3 տարբեր դեմքերով։ Իհարկե շատ բազմազան վիճաբանական հարցեր են առաջանում։ Այդ դեպքում Հիսուսը, որ երկրի վրա էր, ում հետ էր խոսում։ Եթե իրենք մեկ անձ են, հո ինքը իր հետ չէր խոսում, երբ որ աղոթում էր, այո։ Հիսուսը ասաց Սուրբ Հոգին ինձանից կվերցնի, ձեզ կտա։ Եթե մի անձ է, ինչի ասում, ինձանից կվերցնի, ձեզ կտա։ Բազմաթիվ են հակասությունները Աստվածաշնչի հետ, այս ուսմունքի։ Բայց մի բան ասեմ, մեկը գնացել էր այդ եկեղեցին, նստել էր, լսել էր քարոզը, բան ասում է խոսքից չեք տարբերի, որ սա ուրիշ եկեղեցի է, որ շեղում է, աղանդաս է։ Ասում եմ, բայց Աստծո ներկայությունը չկար, չորություն կար։ Մարդիկ նստած են, լսում են, բայց հաղորդակցություն Աստծո հետ այդպես էլ չեղավ։ Ասում եմ, ես չտեսա մի հոգու, որ ապրեր Աստծո ներկայությունը։ Ես ինքս էլ ասում աղոթում էի ու չէի կպնում Աստծո ներկայությանը։ Ինչու՞։ Որովհետև Աստված կա ճշմարտության խոսքի մեջ։ Ճշմարտության խոսքից դուրս չկա Աստված։ Մի ուրիշ հետևանք, որ թողնում են մոլորությունները մարդկանց կյանքում, դա իրական աստվածային կյանքի կորուստն է։ Իրական աստվածային կյանքի կորուստը։ Հիսուսը ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը»։ Այդ 3 բաները Հիսուսը իրար հետ ասաց։ Գիտեք ինչու՞։ Երբ որ դուք քայլեք Հիսուս ճանապարհով, դուք կգտնեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը գտնելով կյանք կունենաք։ Եթե դուք քայլեք ուրիշ ճանապարհով, դուք ճշմարտությունը չեք գտնելու ու կյանքը չեք ունենալու։ Սատանայի ամբողջ նպատակն է, որ մարդը կտրված լինի աստվածային կյանքից, որովհետև եթե ինքը ունեցավ աստվածային կյանքը Հիսուս ճանապարհով քայլեց, ինքը պիտի գնա Աստծո մոտ այդ մարդը, ու Սատանայի ձեռքերից պիտի պրծնի։ Իր համար դա վերջացած մարդ պիտի լինի, մեռած մարդ պիտի լինի, եւ այդպես էլ փառք Աստծո, որ մենք կանք։ Սատանայի համար մեռածներ, Աստծո համար կենդանի։ Ամեն։ Ես դրանից միայն ուրախանում եմ։ Հիմա ինքը ինչ է անում։ Ինքը շեղում է ճանապարհը, ցույց է տալիս մի հատ ուրիշ ճանապարհ, ասում է քայլիր այս ճանապարհով։ Երբ որ մարդը սկսում է քայլել այդ ճանապարհով, բնականաբար կյանքը սկսում է պակասել իր մոտ, աստվածային կյանքը պակասել։ Դրա փոխարեն գալիս է սատանայի ներկայությունը ու մահը իրականում։ Ու երբ որ այդ ճանապարհով ինքը մինչև վերջ գնա, մինչև կյանքի վերջը գնա, նորից չմտնի ճշմարտության մեջ, ինքը չի գնալու Աստծո մոտ, որքան էլ այդ գաղափարով տարված լինի, որքան էլ իր կարծիքով դա ճշմարտություն լինի։ Սրա համար կարիք կա։ Հիսուսի խոսքը կատարելու, որ ասաց գնացեք բոլոր աշխարհը ու ամեն ստեղծվածների քարոզեք ավետարանը։ Ու ով որ հավատա, ու մկրտվի, պիտի փրկվի։ Այսինքն ավետարանական ճշմարտությանը, այն ինչ որ գրված ավետարանում, եթե մեկը չհավատաց, այդ նույն խոսքի շարունակությունն է գրված, նա պիտի դատապարտվի։ Սա մենք իրավունք չունենք փոխելու։ Ինչ անել։ Հիմա կանգ առնենք սրա վրա, մենք ինչ անենք, որ կողքից եկող այդ ուսմունքները մեզ հանկարծ չշեղեն ճշմարտության ճանապարհից։ Դրա համար մի քանի միջոցներ պիտի ասեմ։ Առաջին միջոցը, որ կասեմ, դա աստվածաշնչյան գիտության կամ քրիստոնեական գիտության մեջ խորանալը։ Բաց արեք ինձ հետ Պետրոս առաքյալի 2-րդ թուղթը։ Պիտի կարդամ հենց առաջին գլխի 2-րդ եւ 3-րդ խոսքերը։ Շնորհք եւ խաղաղություն ձեր վրա ավելանա Աստծո ու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի գիտությունով։ Եվ 3-րդ խոսքը, ինչպես իր աստվածային զորությունը, կյանքի եւ աստվածապաշտության վերաբերյալ ամեն բաները մեզ տվեց նրա գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց։ Մի անգամ էլ, ինչպես իր աստվածային զորությունը, կյանքի եւ աստվածապաշտության վերաբերյալ ամեն բաները մեզ տվեց նրա գիտությունով։ Կարդացեք ինձ հետ, այսինքն ամեն բաները Աստծո կողմից մեզ տրվում են գիտության միջոցով։ Ահա թե ինչու քրիստոնեական աշխարհը կարիք ունի ուժեղ գիտության։ Քրիստոնյան կարիք ունի ուժեղ գիտության։ Մեկ մարդիկ բավարարում են նրանով, որ իրենք գալիս են եկեղեցի։ Բավարարում են նրանով, որ իրենք ինչ որ արարողություններ, ինչ որ կարգ են պահում։ Սա չի օգնելու մոլորության ժամանակ։ Ես ինքս ինձ համարել եմ քրիստոնյա, գնացել եմ տաճարներ, մոմ եմ վառել, մատաղ եմ արել, չգիտեմ ինչ տեսակ արարողություններ, բայց երբ որ հանդիպեցի բուդդիզմին, ես դա ընդունեցի որպես ճշմարտություն։
Պատճառը մեկն էր, ճշմարտության գիտությունը ինձ բացված չէր, ես չգիտեի աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ես ընդունեցի Կրիշնայի ուսմունքը, ես հավատում էի, որ մարդու հոգին մայից հետո կարող մտնի կենթանու մեջ, ինչը աստվածաշունչը բացարձակ հերքում է։ Նկատել եմ աղանդների մոտ այսպիսի բան, իրենք ձգտում են մարդուն կամ աստվածացնել, որը ազդում է մարդու հպարտության վրա, կամ շատ նսեմացնել հավասարացնել կենդանիներին։ Օրինակ Եհովայի վկաները չեն հավատում, որ մարդը ֆիզիկական մայից հետո պիտի ապրի, բայց այդպես է միայն կենդանիները երկրի վրա։ Նոյի տապանի մեջ գրված է 8 անձեր փրկվեցին։ Աստված չի ասում այդտեղ բազմաթիվ անձեր փրկվեցին։ Ասում է 8 անձեր փրկվեցին։ Դա Նոյը իր 3 տղաները իրենց կանանցով։ 4 տղամարդ, 4 կին, այսքանը փրկվեցին Նոյի տապանի մեջ։ Սրանով խոսում է, որ կենդանիները անձ չեն, սրանով խոսում է, որ մարդիկ շատ ավելի բարձր են, քան թե կենդանիները, բայց նաև մարդիկ Աստված չեն, թեև կենդանիներից բարձր են։ Եթե ասում ենք Աստված, ինչ ենք հասկանում։ Մենք դպրոցում սովորեցնում ենք, եթե ասում ենք Աստված, հասկանում ենք 5 հատկություններ ունեցող անձնավորություն։ Ամենուրեք, ամենագետ, ամենակարող, հավիտենական ու անփոփոխ, այս 5 հատկությունները մենք որքան էլ ապրենք ու զարգանանք, կարող ենք զարգանալ բարոյապես, բայց երբեք ամենուրեք չենք գտնվելու։ Մենք միշտ սահմանափակ մարդ ենք մնալու։ Երբ որ մեր մարմնից էլ դուրս գանք, մենք էլի սահմանափակ ենք լինելու։ Մենք երբ որ մարմնից էլ դուրս գանք ու գնանք երկինք ապրենք Աստծո հետ, մեր գիտությունը էլի պիտի շատանա։ Մենք այնտեղ Աստծուն պիտի ճանաչենք ու շատ բաներ ավել պիտի իմանանք, բայց ամենագետ երբեք չենք դառնալու։ Ամենագետ միայն մի անձնավորություն կա, Աստված, վերջ, թող իր անունը փառավորվի։ Գիտության ուժեղ կարիք ունեն քրիստոնյաները նրա համար, որպեսզի չշեղվեն ճշմարտությունից։ Բայց գիտությունը միայն 4 գիտություն պիտի չլինի, ինքը անպայման պիտի գործադրվի։ Նախ դրանից առաջ ասեմ այսպիսի մի բան։ Գիտությունը պետք է լինի աստվածաշնչյան խոսքի վրա հենված։ Մեկ քրիստոնյաներին հարցնում են, ասում են, ինչու եք դուք այս բանը այսպես անում։ Ասում են, որովհետև մեր հովիվը այսպես է ասել։ Գիտեք, այսպես պիտի չլինի։ Դու պիտի ասես աստվածաշունչը սովորեցնում է այսպես։ Այսինքն այն գաղափարները, որ դու ձեռք ես բերում, քո ներսում հաստատված պիտի լինեն աստվածաշնչով։ Ես շատ անգամ եմ ասել, մի հատ էլ պատմեմ, որովհետև տեղն է շատ։ Առաջին անգամ կյանքում, որ վեճ ունեցա Եհովայի վկաների հետ, այն ժամանակ երևի մի տարվա հավատացյալ էի կամ 2 չեմ հիշում, բայց շատ նեղվեցի նրանից, որ չկարողացա իրենց ապացուցել, որ Հիսուսն Աստված է։ Հետո գնացի տուն, շատ նեղված սրտով ու սկսեցի աղոթել, ասի Տեր Հիսուս, ինչու չկարողացա ապացուցել, որ դու Աստված ես։ Մեկ էլ մի մեղմ ձայն ասեց, դու քեզ համար ապացուցել ես։ Սա պիտի մեր կյանքում օրենք դառնա։ Մենք պիտի խոսենք այն բաները, ինչը մենք մեզ համար ապացուցել ենք։ Հատը ինչու շատ կարիք կա քրիստոնեական ուսուցման։ Վերջը եկեք նորից հիշենք այն խոսքը, որից սկսեցինք։ Հիսուսն ասաց, ես իմ եկեղեցին պիտի սարքեմ, դժոխքի դռները նրան պիտի չկարողանան հաղթել։ Բայց դրանից առաջ մի դեպք էր տեղի ունեցել։ Հիշում եք այդ դեպքը։ Հարցրեց իր աշակերտներին, ասեց, ով եմ ես։ Աշակերտները տարբեր բաներ ասացին։ Պետրոսը ասեց, դու ես Քրիստոսը Աստծո որդին։ Հիսուսը ասեց, դա քեզ մարմինն ու արյունը չհայտնեց, հապա Հորս հոգին հայտնեց։ Դրա համար ասեց, երանի քեզ։ Ասեց, այս վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին։ Հիշում եք։ Դա ոչ թե Պետրոսն էր, այլ այդ հայտնության վեմն էր։ Եթե մի բան քեզ համար հայտնություն է, ասեմ հայտնության ու 4 գիտելիքի տարբերությունը, տարբերում եք դա։ Դուք կարող եք շատ լավ իմանաք, որ Հիսուսը փրկիչն է, միակ փրկիչն է, ամբողջ մարդկության մեջ։ Բայց ձեզ անձամբ բացվի մի օր, որ Հիսուսը քո անձնական փրկիչն է, դու գիտես ինչ կապրես։ Դու կարող ես որպես գաղափար մարդկանց խոսել Հիսուսը միակ փրկիչն է, ասած դեմքով։ Հիսուսը միակ փրկիչն է, հավատացեք Հիսուսին ու կփրկվեք։ Բայց մի անգամ քեզ բացվի, որ քո անձամբ քեզ է փրկել մեղքերից։ Դու մի հատ երանություն կապրես, մի հատ ուրիշ բան կապրես, որը հանկարծ մեկը գա ասի միակ փրկիչը չի, դու կծիծաղես նրա վրա ուղղակի։ Դու հաստատված կլինես աստվածաշնչյան ճշմարտության վրա։ Պատկերացնում եք տարբերությունը։ Կարելի է շատ գիտելիքներ ունենալ, բայց այդ գիտելիքները որպես հայտնություն չլինեն քեզ համար։ Կարիք կա, որ քեզ համար հայտնություններ լինեն աստվածաշնչյան գիտելիքները։ Դրա համար սա հենց հետո որ գիրքը կբացես կարդալու, մի կարդա որպես ծանրություն։ Աստվածաշունչը չկարդաս որպես ծանրություն։ Դե լավ, մի քիչ կկարդամ, որ հարցնեն, ասեմ կարդացել եմ։ Մի կարդա նրա համար, որ Աստված մի հատ երկնքում ասի այսօր էլ կարդացիր։ Մի հատ այսպիսի խաչ դնի քո անվան առաջ, ասի ապրես այսօր էլ կարդաց։ Սրա համար մի կարդա։ Բաց արա գիրքը ասա Տեր Աստված ինչ ունես ինձ ասելու։ Ու այն խոսքերը, որ յուրահատուկ ձևով Սուրբ Հոգին կասի քեզ, դու դա կյանքում չես մոռանա։ Դու կապրես խաղաղության, ուրախության, մեդիարչանկության զգացում ամեն մի հայտնությունից։ Հիսուս ասաց երանի քեզ, Սիմոն Հովնանի որդի, դու Պետրոս ես ու այս վեմի վրա, այդ երանին կապրես դու երկրի վրա։ Երանելիությունը դու կապրես երկրի վրա։ Սրա համար կարիք կա, երբ որ դուք կարդում եք, անպայման ուշադրություն դարձնեք, խոսեք, աղոթեք Աստծո հետ, ուշադրություն դարձնեք, արդյոք հայտնություն մնում եք։ Երբ որ դուք կարդաք ու գիրքը կփակեք, ասեք գնացի իմ գործերին, չէ՞։
Մի բան մտքով կանգ առասա ինչ որ մի բան ասեց ինձ Աստված այդ խոսքից, թե ուղղակի պլանս կատարեցի այսօրվա։ Նկատում եք տարբերությունը։ Հալելույա, փառք Հիսուսին։ Աստվածաշունչ գիրքը իր ամեն ինչով, իր հոգով, իր գրվածներով բարձր է ամեն ինչից, գիտեք։ Ինքը ավելի հաստատուն մի բան է, քան թե մեր աչքի տեսածը, մեր ականջի լսածը։ Ես չեմ ուզում ձեզ բանատներ սարքեմ, բայց ուզում եմ, որ դուք ճանաչեք Աստվածաշնչյան ճշմարտությունը։ Իմ համար այդպես է, ես այդպես ապրում եմ։ Այն երևույթները, որ այս աշխարհում կկանեն ձեր առաջ, կխոսեն տարբեր տեսակ բաներ ձեզ։ Երևույթը խոսել գիտի։ Երևույթը կասի, որ հիմա ես քեզ կսպանեմ։ Բայց դուք նայում եք Աստվածաշնչյան խոսքը ինչ է ասում, ու դա ավելի բարձր արժեք ունի, քան թե այդ երևույթի ասածը։ Երևույթը կասի, գիտես, ես քեզ շատ պետք եմ, օրինակ փողը, չէ՞, նստես մեկ կասի, ինձ շատ սիրի, ես քեզ շատ պետք եմ, առանց ինձ ոչինչ չես կարող անել։ Այնքան ձևերով երևույթը կհամոզի քեզ, որ դու իրեն ձեռք բերես։ Բայց նայում ես Աստվածաշնչյան խոսքին, Հիսուսը ասեց, ունեցվածքի չափից կախված չի կյանքը։ Դուք հավատում եք, որ սա ճշմարտություն է։ Այո, որ քեզ սա մի հատ բացվի, այս նյութական աշխարհը կարժեքազրկվի քո առաջ։ Այն հաճելի մեղքի զգացումը կասի, տես ինչքան կարևոր է, որ դու ինձ ունենաս, որ դու այս մեղքը գործես։ Տես դու բավարարվածություն կապրես քո ներսում, վերջը կյանքը սա է։ Գիտեք չէ, մարդիկ այսօր կյանքը դա են համարում։ Այս մեկ էլ գալիս է Աստվածաշնչյան խոսքը քո մտքում, որ Հիսուս ասեց, ես եմ կյանքը ու հարությունը։ Հալելույա։ Հիսուսից բացի ուրիշ կյանք չկա։ Նրանից դուրս բոլոր մեղք կոչվածները մահ են միայն։ Դուք հավատում եք դրան։ Դա որպես հայտնություն ունեք, դուք երբեք մեղք չեք գործի։ Հայտնության կարիք կա։ Պետրոս առաքյալը ասում է մենք լեռան վրա ենք։ Գիտեք այդ հատվածը 2-րդ թղթի առաջի գլխում է գրված։ Այլակերպության մասին է խոսում, երբ որ Հիսուսը այլակերպվեց, աշակերտները տեսան, չէ՞։ 3 աշակերտներն էին իր մոտ, դրանց մեկը Պետրոսն էր։ Ասում է տեսանք, մեր աչքով տեսանք։ Ասում է մեր ականջով լսեցինք երկնքից եկած ձայնը, բայց մարգարեական խոսքը ունենք, որը ավելի հաստատուն է։ Ով կարա ասի, ես գիշերը երազ եմ տեսել, բայց Աստվածաշունչը ավելի հաստատուն է։ Այսօր մարդիկ երազ են տեսնում, մոռանում են, որ Աստվածաշնչյան խոսք կա։ Մի երազում մի քիչ վախի զգացում են ապրել, մոռանում են, որ Աստված ունեն իրենց պաշտպանող։ Որ Հիսուս ասել է, ձեզ ոչ ոք չի կարող իմ ձեռքից վերցնել, որովհետև իմ հայրս ամենազորավորն է։ Հալելույա։ Պատկերացնում եք տարբերությունը։ Դու կարող ես նույնիսկ տեսիլք տեսնել, բայց եթե հանկարծ այդ տեսիլքիդ մեջ մի բան չի համապատասխանի Աստվածաշնչյան խոսքին, ասում ես դա աստվածային չի ու վերջ։ Աստվածաշնչյան խոսքը քո կյանքում պիտի դրված լինի ամենաբարձր տեղում, որտեղ սրանով են որոշվում, չափվում բոլոր տեսակ բաները։ Բարոյական չափանիշ ես ուզում կգտնես Աստվածաշնչում։ Կյանքի գործողությունների որն է ճիշտ, որն է սխալ բաներ ես ուզում զանազանել, դրանք կգտնես Աստվածաշնչում։ Աստված էր քո հետ խոսողը թե սատանան, դա դու կգտնես Աստվածաշնչում։ Ես պատմել եմ, չէ՞ մի դեպք, որ մի նորահավատ կին նոր, որ եկեղեցի էր գալիս ու նոր սկսում էր Աստվածաշունչը կարդալ, ինքը պատմում էր, ասում տանը մեկ էլ հանկարծակի տեսնեմ Հիսուսը կանգնած է իմ առաջ։ Ու ինձ հարց է տալիս, դու ինձ սիրում ես, ասում սիրում եմ։ Ասում ուզում ես քեզանով փառավորեմ, ասում ուզում եմ։ Ասում դեռ մեկ քեզ լուսամուտից ցած գցի։ Հետաքրքիր է, չէ՞։ Ու մարդը, որ չգիտի Աստվածաշնչյան ճշմարտությունը, կարող անմիջապես սխալվի։ Դեռ լավ է, այս կինը մտքով անցնում է, ֆայմում է մեր լեզվով ասած։ Զանգում է ավակ եղբայրներից մեկին, եկեղեցու ծառայողներից մեկին, ասում է, «Սենց բան եմ տեսել, ինչ անեմ»։ Ասում է, «Հանկարծ չանես, դա ստուց չի սատանայից է»։ Բայց սատանան չի հայտնվի կոտոշներով ասի, «Ինձ սիրում ես, ինձ փառավորել ես ուզում քցվիր»։ Ոչ սենց չի անի։ Ինքը պիտի հայտնվի լուսափել հրեշտակի տեսքով, գրված է, չէ՞, կարդացել եք այդ խոսքերը։ Ուզում եք կարդամ։ Բացեք ինձ հետ Կորինթացիների 2-րդ թուղթը 11-րդ գլխի 14-15 խոսքերը պիտի կարդամ։ Նայեք ինչ է գրված։ Զարմանալի չէ, որովհետև սատանան էլ լուսավոր հրեշտակի կերպարանք է առնում։ Եվ մի մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ արդարության պաշտոնյաների նման կերպարանք են առնում։ Նկատում եք, սատանան լուսափայլ հրեշտակի կերպարանք է առնում։ Սատանայի պաշտոնյաներն էլ Աստծո պաշտոնյաների կերպարանք են առնում։ Շարունակության մեջ գրված է նրանց վերջը իրենց գործերի համեմատ պիտի լինի։ Ոչ թե անիծումը, այլ ուղղակի բացատրում է, թե դրանց վերջը ինչ պիտի լինի։ Լավ, ուրեմն սա մի միջոցն է, որ դուք ուժեղ Աստվածաշնչյան գիտելիք ունենաք, դուք պաշտպանված կլինեք։ Այդ գիտելիքից դուրս ամեն ինչ կլինի սխալ, դա անմիջապես կճանաչեք, որ սխալ է ու չեք ընկնի դրա մեջ, եթե դուք ճանաչեք Աստվածաշնչյան ճշմարտությունը։ Մի այդպիսի բան կա ճշմարտությունը ճանաչելու հետ կապված, ես հաճախ այդ օրինակը բերում եմ։ Ասում են, որ արտասահմանում կարծեմ Միացյալ Նահանգներում, երբ որ բանկի աշխատող են վերցնում, այս բանկի աշխատողին սովորացնում են ճիշտ դոլարի մանրամասները։ Կարիք չկա, որ բազմաթիվ կեղծ դոլարներ սովորացնեն, հասկանում եք, սովորացնեն ճիշտ դոլարի ճիշտ մանրամասները։ Դրանցից մեկը չի լինի, արդեն ճշմարտություն չի, արդեն ինքը կեղծիք է դառնում։ Հասկանալի է։ Շարունակենք, մի ուրիշ բան, մի ուրիշ միջոց հաստատուն մնալու համար։
Գրված է ուրեմն Մատթեոս ավետարանի 7-րդ գլխում։ Այս խոսքը ես սկզբում ասացի, բայց հիմա կարդամ դա ավելի մանրամասն բացատրելու համար։ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխում 15-րդ խոսքից սկսած։ Հիսուսը սովորեցնում էր իր աշակերտներին, ասում էր այսպես. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք ձեզ պիտի գան ոչխարի հանդերձներով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղից ճանաչեք նրանց։ Միթե փոշից խաղող են քաղում կամ տատասկից թուզ, այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս եւ ամեն չար ծառ չար պտուղ է տալիս եւ այլն։ Այս խոսքի վրա կանգ առնենք։ Իրենց պտուղից պիտի ճանաչեք նրանց»։ Հիշում եք, ասացի, որ սխալ ուսմունք ունեցողները չեն կարող բարոյական մաքրություն ունենալ։ Սխալ ուսմունք ունեցողների մոտ դուք կտեսնեք շատ փողասիրություն, կտեսնեք շատ կրքեր, որոնք ուզում են իրենք բավարարել, կտեսնեք շատ ագրեսիվություն, մարդկանցից վրիժառություն, այսինքն են բոլոր բարոյական չափանիշները, որ խոսում է Աստվածաշունչը, դրանցից շեղումներ կտեսնեք։ Կտեսնեք հենց իրական շեղումներ, ինչպես ասեմ, այս բոլորը մարդու պտուղներն են։ Կտեսնեք, որ ինքը շատ գործեր կկատարի շահից ելած, ու եթե դուք դրան չեք դիմի, ինքը ձեզանից կնեղանա ու լուծե կհեռանա։ Շատ գործեր իրեն կանեն հպարտությունից ելած, ինչը Աստվածաշունչը համարում է մեղքերի արմատը, հպարտությունը։ Նույնիսկ հրեշտակը մեղք գործեց հպարտության պատճառով։ Նկատում եք, ուրեմն պտուղները լավ ճանաչել է պետք։ Ձեր աչքերը բաց լինի, որ երբ որ մեկը կգա, ձեզ սխալ ուսմունքներ կխոսի, կուզենաք զանազանել, նայեք նաև պտուղներին։ Այդ մարդը, եթե ինքը ունի սխալ ուսմունքներ, ինքը չի կարող ունենալ բարոյական մաքրություն։ Այս բարոյական անմաքրություններից կարող եք ճանաչել սատանայի ծառաներին։ Եվ մի ուրիշ միջոց էլ, եթե դուք ունենաք ճշմարտությունով, Աստվածաշնչով, Աստծո հետ ճիշտ հաղորդակցություն։ Գրված է Սուրբ Հոգու պարգևներից մեկը որն է, հիշում եք, հոգիների զանազանություն։ Երբ որ դուք ոչ մի ձևով չկարողանաք, այնքան մոտիկ լինի սատանայի գործը Աստծո գործին, որ դուք ոչ մի ձևով չկարողանաք զանազանել այդ գործերը իրարից, Սուրբ Հոգու հետ պարգևը ձեր մեջ կգործի։ Գիտեք ինչու՞։ Որովհետև դուք իր հետ ունեք որոշակի հաղորդակցություն։ Ստեղծել եք մաքուր հաղորդակցություն։ Ու անկեղծ եք, ու ուզում եք անկեղծության մեջ, անկեղծությունը այս բոլոր չափանիշների հիմքում պիտի ընկած լինի։ Օրինակ, եթե ես անկեղծ չլինեմ, ու մեկը ինձ գա շատ փող խոստանա, որ ես ոչ թե քրիստոնեություն, այլ բուդդիզմ կարողեմ։ Այդ շատ փողից կարող է աչքերս կուրանա ու ես սկսեմ իսկապես շեղվել ճշմարտությունից։ Գիտեք, մի անգամ հանդիպեցի մի մարդու հետ, որ խոսեցինք, բացատրեցի Հիսուսի մասին Աստվածաշնչյան ճշմարտությունը, լսեց, վերջում գիտեք ինչ ասաց։ Ասաց, ես ուզում եմ իմ աղանդը բացեմ։ Ասացի, ինչի համար։ Ասաց, դե մարդիկ կգան շատ փող կունենան։ Հասկանում եք, այս մարդուն խոսում ես Հիսուսի, երկնքի թագավորության, ճշմարտության, բարոյական սրբության մասին։ Այս մարդը ասում է, ես ուզում եմ իմ աղանդը ունենամ։ Իր ուշքը միտքն է, իր փողը, իր փառքը, իր պատիվը, չգիտեմ ինչը։ Չի կարող ճշմարտության ուսմունքը չունեցող մարդը լինել բարոյական։ Եվ նաև, եթե դուք կկասկածեք, ունեք ձեր մեջ Սուրբ Հոգին, Աստծո խոսքը, Աստծո Հոգին, եւ այն չափանիշները, որ տալիս է Աստծո խոսքը։ Այսքանը կազմում են մի ամբողջություն, որով դուք երբեք չեք սխալվի, կտեսնեք ճշմարտությունը։ Ես մտածում եմ, որ դու պիտի այստեղից որոշակի եզրակացություններ անես։ Եթե լավ չգիտես Աստվածաշնչյան ճշմարտությունը, ուրեմն պիտի որոշում կայացնել, իսկ ես առաջարկում եմ որոշում կայացրու, որ դու լավ ճանաչես Աստվածաշնչյան ճշմարտությունը։ Գիտեք, իսկապես այդ մոտիկությունը ճշտի ու սխալի կարող են այնքան մոտիկ լինել, որ մարդը չկարողանա տարբերել։ Նկատել եք Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է իր նամակում, ասում է, որ առաջին նամակը որ գրում է, ասում է, ես քեզ թողեցի Եփեսոսում, որ մի քանիսին սովորեցնես սխալ ուսմունք չտարածել։ Ու որ շարունակում են կարդալ, գիտեք ինչին էր վերաբերվում։ 5 տակարանի օրենքը պահելուն։ Պողոս առաքյալը սխալ ուսմունքը համարում 5 տակարանի օրենքը պահելուն։ Այսինքն կարող է այնքան մոտիկ լինի, որ այնքան մոտիկ լինի։ Այսօր ինչ շատ են ասում, որ իսլամը, Ղուրանը շատ զուգահեռ է գրված 5 տակարանի։ Գիտեք, Ղուրանում գրված է Հիսուսի մասին, բայց գրված չի նրա խաչի մասին, գրված չի նրա արյան մասին, գրված չի նրա հարության մասին։ Այսինքն իրական այն ինչը որ մեզ Աստծո հետ կյանք պիտի տա, այդ դրանք հանված են Ղուրանից։ Նկատում եք տարբերությունը։ Եթե դու լավ չգիտես Աստվածաշնչյան ճշմարտությունը, հիմա որոշում կայացրու սովորել ամեն գնով, լավ ճանաչել, չէ՞ որ մենք քրիստոնյաներ ենք, թեկուզ ազգությամբ քրիստոնյաներ ենք, խորը ճանաչենք ճշմարտությունը։ Ու դրանից ամեն տեսակ շեղումներից զգուշանանք։ Մի ուրիշ բան, եթե դու լավ չգիտես Սուրբ Հոգուն ու ճիշտ հաղորդակցություն չունես դեռևս Աստծո հետ, որոշում կայացրու, որ ունենաս, ստեղծես քո կյանքում այդ հաղորդակցությունը։ Դա մի յուրահատուկ բան չի, քեզ պետք է լինի ուղղակի կարդալ ու կարդացածին համեմատ աղոթել Աստծուն, ինչ որ գրված Աստվածաշնչում։ Ու այդ երկուսը իրար հետ, Աստվածաշնչյան խոսքը, որովհետև այդ խոսքի մեջ է կա Աստծո Հոգու ազդեցությունը։
Եվ քո աղոթքը ուղղված Աստծուն, քեզ հարաբերության կբերի Աստծո հետ։ Եվ այդ հարաբերության մեջ դու կլսես Աստծո ձայնը, կլսես նրա մղումը քո սրտի մեջ, տարբեր ձևերով Աստված գործում մարդկանց հետ։ Միտեղ ձայն կլսես, մի ուրիշտեղ մղում կզգաս քո սրտի մեջ, մի ուրիշտեղ հակառակը արգելք կզգաս, Սուրբ Հոգին ուղղակի թույլ չի տա, որ դու այդ կողմի վրա գնաս։ Ինչու՞, որովհետև դու ստեղծում ես իր հետ հարաբերություն ու անկեղծորեն ուզում ես իր հետ ապրել։ Այնտեղ որտեղ կտեսնես բարոյական անկում, Սուրբ Հոգին քո մեջ կապրի այն զզվանքը այդ բարոյական անկումից։ Ուրախ եղիր նրա համար, որ այդ զզվանքը քո մեջ էլ կառաջանա, որովհետև քո եւ Աստծո բնությունը դառնում է մեկացված այդ ժամանակ։ Թող իր անունը փառավորվի։ Մենք մեծ շնորհք ունենք Աստծո կողմից։ Մենք ունենք Աստծո Հոգին եւ Աստծո խոսքը, նրա համար, որ երբեք չմոլորվենք։ Եթե քեզ տեսար, որ ինչ որ մի բան նշվածներից պակաս ակո կյանքում, ուղղակի կարող ես խոստովանվել, ասել Տեր, ների, մինչև հիմա չեմ իմացել կամ մինչև հիմա թուլություն եմ արել ու չեմ զբաղվել ճշմարտությունով, սրանից հետո ուզում եմ լրջորեն զբաղվել ճշմարտությունը ճանաչելով։ Ամեն։ Եկեք մի կարճ աղոթք անենք իրար հետ ու այն ինչ որ ասեցի, խոսիր Հիսուսի հետ։